Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք։ Վաղուց միասին դուրս չենք եկել, եկեք գնանք զբոսանքի, Ստրասբուրգ քաղաքը զարդարել են, լուսավորել, ամեն ինչ շատ հետաքրքիր կլինի։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Եղանակը անձրևային է, բայց քաղաքը տեսեք ինչ գեղեցիկ է զարդարված, արջուկներով, լույսերով, բանտերով, ժապավեններով, ինչպես նաև երաժշտությամբ, կենդանի հնչողությամբ, մոտենանք, տեսնենք ինչ է կատարվում այնտեղ հեռվում։ Ցուրտ չի։ Hello։ Բոլորը բարձր տրամադրություն ունեն։ Այս ինչ է կատարվում այստեղ։ Վաու։ Ճապոնական երաժշտություն էր, ինչ-որ բուկլետներ էին բաժանում, ստորագրություններ հավաքում, բայց ես չստորագրեցի, քանի որ չգիտես ինչ կա հետևում թաքնված այդ ստորագրահավաքի, շատ ժամանակ ստորագրում ես ու կրակն ընկնում, ասում են գումարներ մուծի, չգիտեմ ինչի համար, ինչ նպատակներով հայտնի չի։ Եվ ինչից որ ես տեղեկացված չեմ, բնականաբար չեմ մասնակցի։ Անձրևային եղանակ է, բայց տեսեք ինչ գեղեցիկ է, թեպետ Ստրասբուրգի երկինքը միշտ մոխրագույն է եւ կադրերը այդքան հաջող չեն ստացվում, բայց այսօր շատ գեղեցիկ օր է։ Շարժվենք առաջ, այստեղ անցակետերում պետք է ստուգվի պայուսակները, ինչպես միշտ։ Ահա տեսեք ինչ է կատարվում այստեղ, պետք է բոլորի պայուսակները ստուգվեն, bonjour։ Bonjour. Thank you. Sorry. Ահա, այսպիսի խառնաշփոթ վիճակ, շագանակներ են այստեղ վաճառվում, այս կրպակում, շոքեքաշ կրպակ է սիրելիներ, ահա այսպիսի տեսք ունի այն, ինչ գեղեցիկ է, վաու, ճարտարապետությունով ես միշտ եմ հիանում, պատկերացրեք այս դեկորները, ավելի անշուք են այս ճարտարապետության վրա, ճարտարապետությունը ավելի շքեղ է, կոլորիտային, տուրիստներ շատ կան քաղաքում, այս շրջանում Ստրասբուրգում, մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածը բավականին շատ տուրիստներ են գալիս հատուկ այցելելու տոնավաճառներ, ձմեռային տոնավաճառներին մասնակցելու։ Ոնց գնա։ Անձրևը ոնց է խանգարում։ Հարուստ օկոսանոց խոնավություն է հիմա Ստրասբուրգում, ոչինչ չի փրկում այս խոնավությունից պաշտպանվելու համար։
Բայց տեսեք ինչքան մարդաշատ է, ինչքան մարդիկ կան դասում։ Անձրևը ամենևին չի խանգարում։ Շարժվենք առաջ։ Մի կերպ եմ գնում, որովհետև շատ խիտ է։ Անձրևանոցներով էլ ավելի մի քանի անգամ խտությունը, կոնցենտրացիան ավելանում է եւ տեղաշարժվել դժվարանում է ուղղակի։ Ստիպված եմ ճողոպրել, սիրելիներ, ստիպված եմ ճողոպրել։ Էլի պետք է ստուգվեմ։ Փակել են մուտքը, պետք է պտույտ կատարենք նորից։ Մի քանի անգամ կոնտրոլը ուժեղացրել են, որովհետև վտանգավոր է նման միջոցառումներին, որտեղ կան մարդկային շատ կուտակումներ, դրա համար վտանգավոր է Եվրոպայում ապրել, իրոք Հայաստանից ապահովված չկա, սիրելիներ։ Ինչպիսի գեղեցկություն, պենսիոնական մայր տաճարն է Ստրասբուրգի, որտեղ տեղադրված է այս շուկան ձմեռային տոնական, այստեղ կա տուրիստական շոգեքարշ, տուրիստներին քաղաքում մանտալու նպատակով նստում են մարդիկ այս գնացքը, որպեսզի անցնեն կենտրոնական փողոցներով, տեսարժան վայրերով։ Յուրաքանչյուր քաղաքում կա նման գնաց, տուրիստներին մանտալու նպատակով տեսարժան վայրերը ցույց տալու, քաղաքի նշանակալից կարևոր հատվածները, տները եւ այլն։ Ուսում գլխարկ վաղուց չէի տեսել մորթուց երևաց, որ տուրիստ է, այստեղ չեն դնում նմանատիպ մորթուց գլխարկներ եւ եթե բնական մորթի լինի, հնարավոր է ձուկ կոտրեն վրան կամ էլ շփել, շատ վտանգավոր է բնական մորթուց ինչ-որ բաներ կրել Եվրոպայում, որովհետեւ բնապահպանները, ակտիվիստները կփչացնեն այդ մորթի նմուշները։ Եկեք տեսնենք ինչ կա շուկայում, մոտենանք կարուսելին, որտեղ պայմանավորվել եմ հանդիպել ընկերուհուս հետ, արդեն նա մոտենում է, ես նրան եմ սպասում, միասին կայցելենք թանգարան, այսօր թանգարանների բաց դռների օր է, եւ դուրս գալուց կօգտվենք այստեղի բարիքներից, միգուցե տաք գինի խմենք։ Տաք գինին մատուցվում է նարինջի եւ մեխակի հավելումներով, շատ համեղ է, շատ, եւ չօգտվել այս եղանակին նման տաք ըմպելիքից անհնարին է։ Կրպակներին էլ մոտենալ չի լինում, շատ մարդաշատ է, հազիվ եմ տեղաշարժում, հազիվ։ Ահա, այստեղ էլ կարուսելի մոտ կհանդիպեմ ընկերուհուս։ Գեղեցիկ է, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Կոլորիտային է շատ մթնոլորտը։ Ամեն տեղից անուշ հոտեր են գալիս մսեղենի, պանրի տեսականու և քաղցրավենիքների, մասնավորապես դարչինի, մեղրի ու մեխակի։ Ստրիտ ստայլ, ձմեռային ստրիտ ստայլ։ Բոլորը լուսանկարվում են, ունեն բարձր տրամադրություն։ Եթե անձրև չլիներ, ավելի լավ կլիներ։ Այստեղ շագանակի հերթ է գոյացել, տակ շագանակները եւ արդեն շարժվեց կարուսելը։ Պտտվում է, պտտվում։ Պտտվի, կարուսել։ Եղնիկները։ Ոչինչ չի երևում, մարդիկ փակում են։
Pardon. Bloggerlerin. C'est un petit peu plus vieux. 1600 թվականի։ Դրա համար էլ ճղճղում է։ Բայց լավ է կառուցված։ Ինչ խոսք։ Il avait juste bien l'orfèvre. C'est tout ce qui est. Je vais vous montrer. Les pièces de l'orfèvre. Voilà, ça c'est l'orfèvre. Սիուն տեսարանը։ Դուրսը։ Նոր այստեղ էինք ներքևում ենք։ Արցախից սպասքը։ Լրիվ արցախից է։ Սպասքը։ Անոթները։ Կոշիկ, բաժակ։ Ինչ վատ ճղճղում է հատակը, բայց դե ինչ արեց։ Արցախից զարդատուփ թվականները այստեղ են 15-րդ դարի։ Գոտի արցախից քյամար, մեր տատիկներն էլ ունեին նմանատիպ քյամարներ, իմ տատիկն էլ ունեցի արցախից ավելի ճոխ քյամար։ Սիրուն ազարթան նախշերը։ Սպացը, ապակի չկա, զարմանալի է։ Des orfèvres. Orfèvres. Attends, je vais montrer comment ça s'écrit. Ստվասբուրգը հանդիսանում է արցախագործության կենտրոն, որտեղ ստեղծվել են այս էքսպոնատները, արցախի անոթները, այս փողոցի վրա։ Ça, ce sont des trucs et quand tu visites, tu as les planches. Եվ այս արցախի անոթները արտադրվել են այստեղ Ստրասբուրգում, արցախագործության կենտրոնում նման սպասքերի։ Այ արջուկները վերևից, պատուհանից լավ տեսարան է երևում, ների զարդարանքների։ Միջնադարյան կառույց, ինչ հին է։ Օլալա, այստեղ մանաստիրը լա եղել այստեղ։ Հին պատուհաններ են։ Դուք սիրում եք հնություն, սիրելիներ, ես շատ եմ սիրում պատմություն, արվեստ։ Գիտեմ, որ շատերին դա հետաքրքիր չի, ուշ-խմուշներն են հետաքրքիր, բայց ես սիրում եմ պատմությունը, արվեստը մեկ վայրում։ Վաու։ Ինչ մութ է ստեղ։ Et il accepte le niveau de son inconscient. C'est une tapisserie. C'est vraiment osé parce qu'il y a en fait c'est des choses de symphonie. Et en plus, il rentre là dans un ami. Խալի է, չէ։ Գորգա, թե կարպետ։ Dans les églises. Et donc ces histoires de symphonie. Գիտա ասեց, որ այս գորգերը կպցրել են եկեղեցու պատերին։ C'est sa cousine, je crois. Je sais plus qui elle est. C'est une. Elle a. On se rend compte que ils connaissaient, ils avaient voyagé, ils connaissaient.
Oui, oui. Vous connaissez les peintures italiennes, vous connaissez la peinture du paysage. Et le tableau qu'elle explique, il y en a un, c'est le même peintre qui s'inspire du Pays-Bas, la Hollande, et l'autre, donc, je la trouve assez germanique, un peu lourde, un peu lourdeau. Mais c'est considéré comme alors récent. Les personnages sont très vivants. C'est la nativité du Christ. Հազար 430 թվական դրա համար էլ վատ է պահպանվել, ձեռքերը կոտրվել են։ 1460. J'ai fait 1460. 1460. Donc, ouais. Et les romages, hein, avec les romages. Et ça, c'est la présentation authentique. Je ne sais pas si vous connaissez un peu l'histoire. Ah, զբաղվել Mais լավ։ c'était difficile à faire quand Alors, c'était protégé, hein, c'était, oui, souvent, il y a des œuvres qui ont été cachées. Վայ, թլպատում են։ Խեղճ երեխա թլպատություն ա տեղի ունենում։ Այ, այստեղ գիտեք, չէ՞, գնում են այդ մուսուլմանները իրանց երեխեքին տանում են բժիշկների մոտ, թերապևտների, ու սենց թլպատում են իրանց երեխեքին, գնում ես հերթա ու սաղ տղա երեխեք են նստած, փաստորեն խեղճերին թլպատում են, անգամ մի անգամ մահացելության դեպքեր եղել, մի հատ երեխա էր մահացել, ինֆեկցիա էր երևի անցել։ Juif et Dieu. C'était ce signe-là, on coupait le prépuce et c'était le signe de l'alliance. Et aujourd'hui, enfin, c'est toujours fait. Et l'hygiène, je dis au Canada, moi je connaissais des amis canadiens, les médecins le font pour des questions d'hygiène au Canada. Ah ouais, c'est plus propre. C'est beaucoup plus propre. Il n'y a pas les saletés qui se mettent sous la peau. Donc, et les musulmans, ils ont repris voilà. Mais je ne sais pas pourquoi, quel est le lien pour eux. Donc, comment ça, pour les juifs, c'est le lien, vraiment le symbole de l'alliance entre Dieu et le peuple et son peuple. C'est une symbolique. Pour le musulman, je ne sais pas. Mais par contre, effectivement, c'est pas très agréable. Oui, oui. Et on le tirait dans les processions. Hein, ça faisait partie de dégueulasse, quoi, comme les serpents. Ça c'est considéré comme, ouais, dans l'imaginaire du Moyen Âge. C'est des animaux qui sont pas chouettes, quoi. Ah, d'accord. Oui, c'est un crapaud, c'est pas une grenouille, c'est masculin. C'est le mâle, c'est le mari de la grenouille. Et c'est plus dégueulasse que la grenouille. Միջնադարյան պատուհաններ, արձաններ, մարդիկ լուսավորվել են միայն աստվածաշնչով։ Ոչ ինտերնետ ա եղել, ոչ ռադիո, ոչ հեռուստացույց։ Նորություններ էլ չգիտեմ ոնց են իմացել։ Իսկ նեսուր ա տանում այս դուռը։ Ինչ դեմքեր են։ Ժամանակվա մարդիկ վախենալու են մի քիչ էլ։ Տոնավաճառը կարուսել է նորային տեղ էինք։ Սա էլ կաթեդրալը։ Սնոցես տամ ինչքան հին պատուհան ա փեղկերը։ Թանգարանը համալրված է ֆիլմերով, կարճամետրաժ ինֆորմացիոն, որոնց միջոցով առանց գիդի կարող եք տեղեկություններ ստանալ։ Եվ ահա դասում ինչպիսի տեսարան է, նայեք ինչ տեսարան է դասում։ «1464 թվական այսպիսին է եղել Ստրասբուրգը։ Կարծես ամրոց լինի, պարիսպներով շրջապատված։ Սա է կաթեդրալի վերևից քաղաքի տեսարանը 1529 թվականը։
Միջնադարյան քաղաք, սովորական միջնադարյան քաղաք 1464 թվականից 1520 թվականները։ Այստեղ լսելու հնարավորություն էլ կար, պատմում է սրբերի ու բույսերի մասին։ Դարձյալ Աստվածաշունչ, առաջվա մարդիկ ապրել են միայն Աստծո խոսքով, հավատքով կարելի է ասել, ուրիշ ոչ մի բանով։ Մինչև գոթյական ժամանակները։ Non, en fait, ça c'est un art qu'on a beaucoup dans les hôtels, ça s'appelle un rétable, un retable. Il y a ça c'est l'église. Non, ça c'est Sébastien. Ouais, Sébastien, c'est avec des flèches. C'est un martyr. Ouais, ça a toujours existé, dès que l'homme est né, il est violent, il vous laisse que l'autre avec. Et donc le rétable, on a souvent donc, avec plusieurs panneaux, alors soit avec, c'est pareil, c'est Saint-Sébastien, soit avec des statues, soit avec des peintures. Quand c'est fermé, alors là il n'y a plus rien. Et quand c'est fermé, c'est l'histoire. C'est la suite de l'histoire. Parce que je pense que le front des garnis, c'était au Moyen-Âge, on se rasait même, c'était considéré comme une beauté. Et la copine, elle est plus attachée, tu vois, elle est plus... Oui, elle est plus sympa, voilà. Elle est plus belle. Alors, c'était tout le mystère. Enfin, ça a préoccupé les personnes au IIe siècle. Quand l'histoire de la Vierge, est-ce qu'elle est vierge ou pas? Alors, ce qui est intéressant, c'est qu'il y a des dessins, ce qu'on appelle des grisailles d'un peintre protestant, mais à partir desquels on a dessiné l'horloge, les sculptures de l'horloge. Et en fait, c'est ça qui... Il n'y avait pas énormément de monde, hein. C'était chaque fois des petits groupes pour construire cette cathédrale. Et là, c'est le devant. Հիմա տեսեք ապակին ոնց է նկարել, թափանցիկ, ոնց կարելի է սենց բան, ապակին այսքան թափանցիկ նկարել ձեռքով, կոտրված հատված է, ինչ բնական է, հես վարպետություն, նայեք ինչ բնական է, շատ սիրուն նկարը, 1644 թվականին է նկարվել։ Հայտնի կանայք, արհեստոկրատ, արիկները, ինչ բնական են, առաջվա նկարների տեխնոլոգիան լրիվ ուրիշ է եղել։ 1633 թվական։ C'était quand les élèves menuisiers, pour pouvoir avoir le diplôme, ils devaient faire une œuvre comme ça. C'est un peu trop chargé à nouveau aujourd'hui, comme une maison, comme un immeuble, avec les compartiments, ça va être un peu plus simple. C'est ça que j'ai regardé. Ամեն մանր դետալը քանդակներ է, սոց փոքր կաթեդրալ լինի։ Տեսնում եք, անգամ բռնակներն են քանդակներ։ Նույնն էլ այս մյուս պահարանը։ Այս մյուս պահարանն էլ է, լրիվ քանդակներ է, ինչ գեղեցիկ է։ Միջնադարյան կահույք։ Այս տարի շատ են։ Մոմեր են։ Ինչ մեծ մոմ է։
Avant Metz, non, c'est avant Metz. C'est entre Strasbourg et Metz, entre les deux. Ça s'appelle Baccarat. La ville s'appelle Baccarat. Աստղազարդ երկիր, վաու։ Այս լուստրան ամեն տարի կա։ Très élégant, très classique. כן? הוא իրանց նայի ես քեզ։ Արի հենա։ Կանի ռոշախը հանել եմ։ Հոգնի են գնում։ Ամենտեղ այս կաշխաններն են։ Ուզես կաշխան։ Մակարոններով ու պրյանիկներով զարդարված ներքնաշորերի խանութ։ Մատ վաղեցին լույսերում սիրնա։ C'est à 5 heures. C'est fait exprès. En fait, je connais quelqu'un. Je teste tout. Vous connaissez là. C'est qui avait les boules? Il faut garder votre beau sourire, à bientôt. Ողովուրդ, այս պսակը իմ ընկերուհին է ասարկել։ Իսկ ինձ սիրուն աղջիկա, ինձ սիրուն պսակ է ասարկել, տուն տանելու աղջիկա։ Չէ, խաբեցինք, ամուսնացած է։ Բայց իրոք ինքն է ասարկել, կատակ չեմ անում։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Այնքան սիրուն է, որ Իրանն են դրել կենտրոնական զարդարանք։ Շատ գեղեցիկ է։ Ճոխ։ Շիկ, c'est chic, կասես ֆրանսիացին։ Գինի ենք խմել, մի քիչ տաքացել ենք ժողովուրդ ջան։ Վաու։
կապտերները շատ սիրուն են։ Դին դասում են նստել։ Այս ֆրանսիական կուլտուրան սիրում եմ, էլի, որ եղանակը կապ չունի, եթե ուզեն կնստեն։ Հերմեսի լուսավորությունը։ Պրյանիկները։ Պրյանիկ են նվիրում ստեղ նոր տարում։ Հայաստանում բամբանիեղ կա ստեղ պրյանիկ։ Դա այն մյուս տեսակից մասնավորապես։ Սա իրանց նոր տարվա նվերներն են։ Հա, ինչ լավ շունի կա։ Լույսեր, անցայլացից լույսեր։ Խաղուկները։ Շատ դժվար է տեղաշարժվելը։ Օ, վերտալյոտ, սանակ, ինչ ասես կա։ Pardon, ձյուն ա գալիս, ձյուն, հաց ձյուն։ Այս ջրաղացը այս տարի նորություն է։ Ay, այնտեղ մարդիկ կան։ Հա? Կանք տեսնենք ինչ կա, այսօր տեղ չկա, շատ են մարդիկ, բայց դրանք կոր։ Արագիլը նաև Ալզասի խորհրդանիշն է, ոչ միայն Հայաստանի։ Սա էլ օպերայի շենքը։